Newsline-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջահանգիրյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ջահանգիրյան, Հայ ազգային կոնգրեսը պայքարում է սահմանադրական փոփոխությունների դեմ։ Կասեք, թե որոնք են այն հիմնական վտանգները, որ տեսնում եք այս սահմանադրական փոփոխություններում։ Նախ կարծում եմ, նախ եւ առաջ սահմանադրության փոփոխության, առավել ճշգրիտ եթե ասեմ նոր սահմանադրության կարիք չկա։ Իհարկե գործող սահմանադրությունը ունի բազմաթիվ դրույթներ, որոնք կարելի է բարելավել, որոնք կարելի է շտկել, լրամշակել եւ այլը, բայց նոր սահմանադրության պահանջ անհրաժեշտություն չի եղել։ Սա մեկ։ Երկրորդ, կառավարման այն համակարգը, որը առաջադրվում է այս ըստ էության նոր սահմանադրությամբ, եթե շիտակ ասեմ, դա պարլամենտական համակարգ չէ։ Այսինքն քննադատվում է կիսանախագահական համակարգը որպես կոնֆլիկտոգեն ըստ էության եւ առաջարկում է պարլամենտական սահմանադրության մի նախագիծ, որը իրականում պարլամենտական չէ։ Ինչու պարլամենտական չէ, որովհետև եթե պարլամենտական լիներ, ապա ազգային ժողով անցած քաղաքական ուժերը, կուսակցությունները կամ դաշինքները պետք է պարտադրված լինեին քաղաքական կոալիցիա ձևավորելու, մեծամասնություն ձևավորելու եւ կառավարություն ձևավորելու։ Սակայն սահմանադրությունում առկա է մի դրույթ երկրորդ փուլի քվեարկության վերաբերյալ, որը ըստ էության առավել շատ ձայներ ստացած քաղաքական ուժին, այսպես ասենք, դրդում է գնալ երկրորդ փուլ եւ միազդյա ստանալ մեծամասնություն կամ նախադրյալներ է ստեղծում, որպեսզի առավել ձայներ ստացած քաղաքական ուժը ինքը անպայման երկրորդ փուլով միազդյա ունենա պատգամավորական մանդատների կեսից ավելին։ Հետևաբար սա պարլամենտական համակարգ չէ եւ աշխարհում չկա այսպիսի որևէ համակարգ։ Ինչ որ օրինակներ են բերում, չի։ Սկզբից ասում էին Իտալիա, հետո պարզվեց, որ դա օրենք է ուղղակի ընտրական օրենսգրքում, որը չի գործել մինչև հիմա Իտալիայում։ Հիմա ինչ որ քաղաք-պետություն են գտել, Սան Մարինո են ասում, երևի Հայաստանը նմանեցնում են կամ ձգտում են, որ Հայաստանը դառնա քաղաք-պետություն։ Ամեն դեպքում դա պարլամենտական համակարգ չէ։ Ավելի այսպես ասեմ, եւ երկրորդ խնդիրը, որ այս երկրորդ փուլի միջոցով ըստ էության այն քաղաքական ուժը, որը այսօր ղեկավարում է, այսպես ջերմոցային պայմաններ են ստեղծում այս քաղաքական ուժի իշխանությունը վերարտադրելու նպաստավոր պայմաններ է դա ստեղծում, որովհետև ինքներս գիտենք մեզ մոտ ընտրությունները ոչ այնքան ընտրություն են, որքան ֆինանսական, վարչական, ուժային, կրիմինալ եւ այլ լծակների եւ ազդեցությունների այսպես մի հավաքագրման արդյունք եւ բնական է այն քաղաքական ուժը, որը ունի գործադիր իշխանություն, որը ունի իրավապահ մարմիններ, որն ունի հարկային մաքսային մարմիններ, որը ունի նաեւ մեծ ֆինանսական հնարավորություններ, ինքը ստանում է առավել շատ ձայներ այդ ընտրություններում։ Բնականաբար կեսից ավելի ձայներ ստանալը շատ անհավանական բան է նույնիսկ այսպիսի իշխանությունների համար, այսպիսի լծակներ ունեցող օրինական լծակներ ունեցող իշխանությունների համար, դրա համար այսպես գտել են կամ հայտնաբերել են այս երկրորդ փուլի գաղափարը։ Սա մեկ հիմնական այսպես անընդունելի ես կասեի խնդիր, որովհետև եթե մենք ծանոթանում ենք նույն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հայեցակարգին, ապա այնտեղ խնդիր է դրվում վերացնել քաղաքական մենաշնորհը, այսինքն ներկայումս առկա քաղաքական մենաշնորհը, որը պատկանում է հայտնի քաղաքական ուժին, հայեցակարգով խնդիր է դրվում վերացնել, բայց նախագծով հանգում ենք հակառակ եզրակացության, որ ոչ միայն չի վերացվում այդ քաղաքական մենաշնորհը, այլև քաղաքական մենաշնորհը հայտարարվում է սահմանադրական սկզբունք,
որ ընտրական համակարգի նպատակը քաղաքական մեծամասնության ապահովումն է։ Այսինքն մենք ունենում ենք մի բոնուս երկրորդ փուլի, որից օգտվում է առավել շատ ձայներ ստացած քաղաքական ուժը եւ ինքը չունենալով ընտրողների կեսից ավելի ձայները, վստահությունը միանձնյա ունենում է կառավարություն ձևավորելու իրավունք։ Սա խնդրեմ է դառնում նաև, եթե ես ճիշտ եմ հասկանում, եթե նույնիսկ վաղը ՀՀԿ-ի փոխարեն այլ ուժ կա իշխանության, որովհետև ըստ էության կապ չունի, սա մի կուսակցության որևէ կոնկրետ քաղաքական ուժի համար չեմ ասում։ Ուղղակի ենթադրելի է, թե առաջիկա, ասենք 17 թվականի ընտրություններում, որ քաղաքական ուժը կլինի առավել շատ ձայներ հավաքողը, բայց եթե վերանանք կոնկրետ քաղաքական ուժից, ասենք գա իշխանություն մեկ այլ քաղաքական ուժ, ինչ որ իրադարձությունների արդյունքում, նույն այդ քաղաքական մենաշնորհը դառնալու է այդ քաղաքական ուժի սահմանադրական սկզբունքը եւ որևէ մեկը չի կարողանալու վիճարկել։ Ինչն է դրա վտանգը, ինչու է վտանգավոր պարլամենտական կամ նախագահական համակարգերում ունենալ քաղաքական մենաշնորհ։ Հիմա տեսեք, ունենք մենք առաջնային մանդատ ունեցող երկու մարմին՝ նախագահ եւ ազգային ժողով։ Երկու մարմիններն էլ նույն քաղաքական իշխանության, այսպես իշխանության տակ են։ Կառավարությունը ձևավորում է բնականաբար ազգային ժողովի մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը, այսինքն 3 պետական մարմիններում կարևորագույն նույն քաղաքական ուժն է։ Հիմա ենթադրենք վերացվում է նախագահի ինստիտուտը, մնում է ազգային ժողովը եւ կառավարությունը։ Եթե մենք այս քաղաքական մենաշնորհը ոչ միայն փաստացի ձևավորվածը պահպանում ենք, այլ նաև դարձնում ենք սահմանադրական պահանջ ու սկզբունք, այն նույն քաղաքական ուժը ունենում է մեծամասնություն թե ազգային ժողովում եւ թե ձևավորում է միանձնյա կառավարություն։ Հետևաբար որևէ բան չի փոխվելու մեր կյանքում, էլի իշխելու է մի քաղաքական ուժ, էլի չի գործելու սահմանադրությունը, էլի չի գործելու իշխանությունների տարանջատման, հավասարակշռման ու զսպումների իբր ավելի լավ, այսպես մշակված մեխանիզմ է նոր համարության մեջ, էլի գործելու է քաղաքական ուժի որոշումները կամ քաղաքական ուժի ղեկավարի կամքն ու ցանկությունները։ Խոսենք մի քիչ այս տարածաշրջանային այս լարված իրավիճակում, այն իրավիճակի մասին, երբ ըստ էության բոլոր երկրները փորձում են ավելի հակառակը կենտրոնացնել իրենց իշխանությունը, ուժեղ նախագահական համակարգ, չգիտեմ, Թուրքիայում, Ադրբեջանում եւ այլն, որովհետեւ իսկապես վիճակը կարծես թե լարված է ու մենք հակառակն ենք անում։ Բայց իշխանությունները իրենք ասում են, դե խնդրեմ չկա, ոչ մի տարբերություն կա, իրականում այդպիսի վտանգ։ Իհարկե կա, գիտեք ինչ կա, ասում եմ խնդրեմ չկա, ես մի այդպիսի բան եմ լսել, տեսեք, ասում եմ Մերկելը Օբամայի հետ է հանդիպել կամ չգիտեմ, բայց մենք մոռանում ենք, որ դա արևմտյան արժեքներ կրող պետություններ են, ղեկավարներ են եւ իրենց մոտ այլ է։ Մենք մոռանում ենք, որ ԵՏՄ-ն դա նախ եւ առաջ նախագահների ակումբ է։ Ինքը Հայաստանը թույլ տնտեսություն ունի, եթե չասեմ տնտեսություն չունի, հետևաբար նրա, ասենք, ազդեցությունը ԵՏՄ այդ մարմնում ինստինկտիվ թույլ է։ Հիմա եթե մենք նաև նախագահի կարգավիճակը փոխում ենք վարչապետի կարգավիճակով կամ չգիտեմ առաջնային մանդատ չունեցող նախագահի կարգավիճակով, մեր դիրքերը այդ ակումբում նախագահների ավելի է թուլանում։ Պետք է նաև հաշվի առնել, թե ինչպիսի հզոր պետությունների ղեկավարների հետ գործ ունենք։ Ռուսաստան, Ղազախստան, թեկուզ Բելոռուսիա եւ այլն։ Սա մեկ, երկրորդ, իհարկե նախագահի ինստիտուտի վերացումը ինքը միաժամանակ ըստ էության վերացնում է նաեւ Գերագույն գլխավոր հրամանատարի ինստիտուտը։ Տեսեք, նոր սահմանության նախագծի մեջ նույնիսկ փոխված է այն անունը, որը պատերազմի ժամանակ, այն պատասխանատուի անունը, որը պատերազմի ժամանակ իբր ստանձնում է վարչապետը։ Գրված է գլխավոր հրամանատար։ Ոչ թե գերագույն գլխավոր, գերագույն հրամանատար եւ ոչ թե գերագույն գլխավոր հրամանատար։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ այստեղ մի հանգամանք էլ կա, իրականում ճիշտ եք ասում, հատկապես Ռուսաստան, Թուրքիա, այս օրեցօր աճող այս լարվածության պայմաններում մենք տեսնում ենք, որ Թուրքիան ինքը գնաց սահմանադրական փոփոխությունների ուժեղացնելով նախագահի ինստիտուտը, Ադրբեջանը ոչ միայն նախագահական կամ կիսանախագահական համակարգ ունի, այլ նաև այսպես իրենց
կրոնն է նպաստում այդ ինստիտուտի ֆետիշացմանը եւ նաեւ այսպես կրոնական լիազորություններ է տալիս այդ պաշտոնին, մենք էլ պատերազմական վիճակի մեջ ենք փաստացի եւ մենք հիմա գնում ենք այդ ինստիտուտի վերացմանը կամ այսպես ասեմ տարալուծմանը։ Իմ կարծիքով այստեղ մի քանի խնդիրներ է առաջանում։ Նախ մենք այսօր բարձ չէ, հստակ չէ, մենք պատերազմական վիճակի մեջ ենք, թե խաղաղ։ Ֆորմալ զինադադար է, բայց փաստացի պատերազմական գործողություններ են։ Եվ մենք տեսնում ենք, որ հակառակորդը նաև բավական այսպես անսանձը իրեն պահում, կարելի ասել նույնիսկ լկտիացել է, խոշոր տրամաչափի զինատեսակներից է գնդակոծում մեր սահմանները, սահմանակից գյուղերն ու դիրքերը, մեր զորամիավորումների, նաև հրթիռահրետանային այսպես միջոցներ է օգտագործում եւ այս պարագայում ակնհայտ է, որ մենք պատերազմ չենք հայտարարել, բայց խաղաղել չէ։ Հետևաբար պարզ չէ, թե մենք եթե այս սահմանադրական հանրաքվեն անցնում է, մենք ինչ ենք անելու վաղը, անցնելուց հետո ասենք։ Պատերազմ ենք հայտարարելու, որպեսզի գերագույն հրամանատար ունենանք, թե չենք հայտարարելու եւ բանակը թողնելու ենք պաշտպանության նախարարի միայն հոգացության ներքո կամ թեկուզ այդ անվտանգության խորհրդի։ Սա էլ շատ մեծ հարցական է, որովհետև խորհուրդը ինքը խորհրդակցական մարմին է, ինքը պաշտպանության նախարարի նկատմամբ վերահսկողական կամ չգիտեմ այլ լծակներ չի ունենալու։ Ճիշտ է, այդ խորհուրդը կգլխավորի վարչապետը եւ վարչապետը ունի խաղաղ ժամանակ եւ նաեւ պատերազմակ ժամանակ միայն պաշտպանության նախարարին ցուցումներ տալու, հանձնարարություններ տալու լիազորություն։ Եվ ես կարծում եմ պրոբլեմ է, երբ գերագույն հրամանատարը առաջնային մանդատ չունի։ Դա արդեն պրոբլեմ է։ Նախ ուրեմն գիտեք ինչ կա, ըստ էության վարչապետը ստանձնելով նույնիսկ պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարի պատասխանատվությունը ինքը չի դառնում գերագույն հրամանատար, որովհետեւ ինքը նորից բանակի կամ զինված ուժերի հետ կապված բոլոր առաջարկությունները նշանակումների, չգիտեմ, պարգևատրումների, զինվորական կոչումների բարձրացման եւ այլը, ինքը այդ առաջարկություններով դիմում է ապագա նախագահին։ Եվ այն մեխանիզմը, որը դրված է այդ երկու պաշտոնները զբաղեցնող անձանց հարաբերություններում, եթե կարելի է ինչ որ վերապահումներով խաղաղ ժամանակ նորմալ համարել, որ այս նախագահը 3 օր ժամանակ ունի այսպես մտածելու համար, բավարարի վարչապետի ներկայացրած առաջարկությունը, ասենք, նշանակի որևէ հրամանատարի, այսինչ ուղղության հրամանատար, այսինչ զորամիավորման հրամանատար, թե ոչ, 3 օրվա ընթացքում նա կարող է նաև այլ որոշում կայացնել, հետ տալ այդ թեկնածությունը վարչապետին։ Եթե ինչ-ինչ պատճառներով գտնում է, որ այդ առաջարկությունը ենթադրենք անարժան է։ Հետո սահմանադրական դատարան։ Հետո նորից ուրեմն 3 օր ժամանակ է ունենում, որպեսզի կրկին քննարկի, եթե վարչապետը ներկայացնում է նույնը կամ փոխում է թեկնածությունը, հետո էլ ինքը կարող է դիմել սահմանադրական դատարան։ Սահմանության մեջ էլ որևէ հիշատակում կամ հղում չկա, թե սահմանադրական դատարանը քանի օրում պետք է քննի այդ վեճը։ Դե տեսեք, հիմա Աստված ու չանի մենք հայտնվենք ռազմական գործողությունների ակտիվ փուլի մեջ, պատերազմ հայտարարենք եւ կարիք լինի որևէ զորամիավորման կամ որևէ ուղղության հրամանատարին անմիջապես փոխել, Աստված չանի մեկը զոհվի, նրան պետք է փոխարինող լինի եւ այլը, եւ մենք այդպիսի նշանակումը ինչ-ինչ պատճառներով հնարավոր դարձնենք 10 օրում, 20 օրում եւ այլը։ Հայաստանը փոքր երկիր է եւ մեզ համար այդպիսի շռայլությունը մահացու վտանգավոր է, գուցե 1-2 ժամն էլ շատ է այդ պարագայում եւ այստեղ ես կարծում եմ մենք անվտանգության լուրջ խնդիր ենք ունենում։ Ավելին, վարչապետին պատերազմական դրության ժամանակ հայտարարելով գերագույն հրամանատար, սահմանադրությունը նրան որևէ լրացուցիչ լիազորությամբ չի օժտում։ Եթե սահմանադրությունը վարչապետի վրա դնում է լրացիչ պատասխանատվություն, պարտականություններ, որպես գերագույն հրամանատար
պատերազմական իրավիճակում նա պարտավոր է նաև նրա վրա դնել նրան օժտել նաև լրացուցիչ լիազորություններով։ Սա եւս բաց է, անհայտ է, թե ինչպես պետք է լինի։ Օրենքով էլ մենք չենք կարող սահմանադրական մարմիններին նոր լիազորություններ տալ, որովհետև արդեն դա կխախտի սահմանադրության պետիշխանությունների տարանջատման եւ հակակշիռների, զսպումների այն բալանսը, որը դրված է սահմանադրության հիմքում։ Իհարկե նաև բան կա, չէ, առաջին հանրապետության փորձը կա, որը խորհրդարանական հանրապետություն է եւ այն ժամանակ էլ իշխանության մի թեւ, ասենք, ռազմական թեւ ինչ որ պատերազմ էր մղում, արտաքին գործերի նախարար ինչ որ պայմանագիր էր ստորագրում, մի կենտրոնից կառավարում կարծես թե չկար եւ դա գիտեք, ես այդ մասին մի անգամ ազգային ժողովում հայտարարությունել եմ արել, որ կործանման բազմաթիվ պատճառների արկայության հետ մեկտեղ առաջին հանրապետության նաև դա ընդունել են դաշնակցության ղեկավար անձիկ, որ կառավարման պարլամենտական համակարգն էր մեղավոր նաև այդ հանրապետության կործանման գործում։ Իհարկե չեմ կարող ասել որոշիչներ, գուցե որոշիչը արտաքին սխալ քաղաքականություններ, բոլոր հարևանների հետ պատերազմել միաժամանակ, բայց դա էլ իր դերն է խաղացել, որովհետև պատերազմող կամ պատերազմական վիճակի մեջ գտնող երկրին անհրաժեշտ է կուռ գործադիր իշխանություն, ել չեմ ասում զինված ուժերի կառավարման ոլորտում, որտեղ դա շատ ավելի անհրաժեշտ, քան որևէ այլ ոլորտում։ Սա հաջորդ խնդիրն է, որը սկզբունքորեն ես անընդունելի եմ համարում։ Ջանգիրյան, մի քանի օր առաջ Նորք Մարաշում ինչ որ զինված խմբավորում բացահայտվեց եւ վնասազերծվեց, այդ ամենը ցուցադրվեց, կարծես թե ամեն ինչ շատ լուրջ էր, իսկապես ինչ որ մարդիկ հատուկ ծառայություն իրենց կյանքը վտանգելով վնասազերծեց, կարգին զինված էր, բայց հասարակության մեջ այդ ամենը ավելի շատ ծաղրուծանակի արժանացավ, թերահավատություն կար, ինչն էր պատճառը։ Գիտեք, ես այդտեղ արդեն ոչ թե որպես քաղաքական ինչ որ հայացքներ կրող մարդ տեսակետ հայտնեմ, այլ որպես իրավաբան, որպես նախկին դատախազ, հատկապես զինվորական դատախազ, գիտեք, ցավ է, որ մեր իրավապահ մարմինների, դատական մարմինների նկատմամբ ընդհանրապես գործադիր իշխանության եւ ընդհանրապես իշխանության նկատմամբ ժողովրդի վստահությունը կարող եմ ասել զրոյական է։ Եվ այստեղ մեղադրել, թե ժողովուրդը չի հավատում, դա այնքան էլ ճիշտ չէ։ Միևնույն ժամանակ ես վստահ եմ, որ այդտեղ շինծու կամ այսպես քարոզչական այդ խնդիրների մեջ տարեր քիչ են եղել կամ չեն եղել։ Գիտեք ինչու ժողովուրդը չի վստահում, որովհետև ժողովուրդը, ասենք, ականատես է եղել բազմաթիվ իրադարձությունների, երբ որ մեղադրյալները դարձել են տուժողներ, վկաներն ու տուժողները դարձել են հանցագործներ, նույն իրապահ եւ դատական մարմինների այսպես ակտիվ ջանքերի շնորհիվ։ Օրինակ, մարտի 1-ի դեպքերից հետո, երբ որ հազարավոր մարդկանց ներկայությամբ կատարվող իրադարձություններին տրվեց այսպես ծայրահեղ հակադիր գնահատական։ Խաղաղ ցուցարարները դարձան հանցագործներ, իշխանության չարաշահում թույլ տված ոստիկանները, զինծառայողները, նույնիսկ սպանություն կատարած անձիկ, կանանց ու ծերերին ջարդած փշրած զինծառայողներն ու ոստիկանները դարձան հեշտակներ։ Դե այդ ժողովուրդը բել ոնց հավատա այս իրապահ մարմիններին, ինչպես հավատա։ Դրա համար էլ պատճառով քանի հոգու։ Ինչի՞ միայն իմ օրինական զենքերը ես հետո եմ իմացել, հեռուստատեսությամբ ցուցադրվել են որպես ապօրինի զենք զինամթերք, երբ որ բոլորը այսպես պարգևատրական էին, որսորդական էին, գրանցված էին, հաշվառված էին ոստիկանությունում եւ այլը, մեկ ուրիշ ընկերոջ ձեռքի մի խողովակը կամ փայտը դարձրել էին սառը զենք, քրեական իրավունքի այդպիսի քրեական իրավունքի տեսության մեջ այդպիսի գաղափար ընդհանրապես չկա եւ այլը, իշխանության զավթման մեջ մեղադրեցին նաեւ պատգամավորների, երբ որ իշխանության զավթելու որևէ քայլ չէր կատարվել, երբ որ մարդիկ բացի ինքնապաշտպանությունից որևէ այլ գործողության չէին դիմել,
նույնիսկ այդ Միասնիկյանի արձանին հարակից տարածքում գտնվող քաղաքապետարանի շենքը, որը պետական ինստիտուտ չէ, համայնքային, այսպես պատկանելիության շենք է, նույնիսկ այդ շենքը չէին գրավել, իսկ մեղադրում էին, թե ուզում են իշխանություն վերցնել, այսինքն այս իրապահ մարմինների նախկին ժամանակներում կամ տարիներում կատարված ապօրինի արարքները, նրանց ժողովրդին տրված քրեաիրավական սխալ գնահատականները, անարդար դատական ակտերը եւ այլն, այս բոլորը արժե զրկել է, ավարտվել է, կուտակվել է, ժողովուրդը հիմա չի հավատում, ցավում են, որ չի հավատում, կարծում եմ տվյալ պարագայում իրավիճակը մի քիչ այլ է, բայց դա սա է, ժողովուրդը չի հավատում։ Բայց դա նաև վտանգավոր է, երբ որ ժողովուրդը այս լարված իրավիճակում, երբ որ իսկապես հնարավոր են ահաբեկչություններ, իսկապես ինչ ասես հնարավոր է, շատ վտանգավոր է, երբ որ ժողովուրդը իր իրավապահներին չի վստահում։ Գիտեք ինչ կա, եթե օպերատիվ աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը ինչ որ ցուցումի, հարկադրանքի, պարտադրանքի ազդեցության տակ մի գործով, մի իրավիճակում մեկ ապօրինի որոշում է կայացնում, մի անմեղ մարդու ձերբակալում է, կալանավորում են, դատապարտում են, հետո այդ աշխատակիցը, կներեք ինձ, արդեն չակերտների մեջ ասած փչացած է։ Նրա մյուս օբյեկտիվ կայացրած որոշմանը կամ իրավաչափ տրված գնահատականին էլ ոչ ոք չի հավատալու։ Եվ մարտի 1-ը հենց վատ է այն առումով, որ մահացու այսպես վնաս է հասցրել մեր իրավապահ համակարգին, որ այդ համակարգը ըստ էության ներսից արդեն սկսել է փտել։ Ես չեմ ասում, թե մինչև մարտի 1-ը նրանք սրբեր էին, հրեշտակներ էին, բայց ինչ որ բարոյական նորմեր, բարոյական, այո, այդ համակարգերում էլ կա ինչ որ բարոյական նորմեր։ Այդ նորմերը պահպանվում էր, շատ թե քիչ։ Հնարավոր է տարին 1 էր խախտվում, 2 անգամ էր խախտվում, բայց ոչ թե այդպես մասսայաբար։ Եվ այդ մասսայաբար սահմանադրության եւ օրենքի ոտնահարումը այդ մարմինների կողմից բերեց իրենց հեղինակության լիարժեք արժեզրկման։ Եվ հիմա ես այսպես կարեկցանքով եմ դիտում այն ելույթները, որտեղ այդ ղեկավարները կոչ են անում, թե հավատացեք ժողովուրդ այդպես չէ։ Այդ կոչերին չեն հավատալու, որովհետև ժողովուրդը իր մաշկի վրա զգացել է, իր աչքով տեսել է, եւ տեսել է ոչ թե մի մարդ, 10 մարդ, 100 մարդ, այլ 1000-ը, 10,000-ը, 50,000-ը եւ այն նստվածքը, որ նրանք իրենց մեջ ամփոփել են, ամրագրել են, տեղադրել են հիշողության ինչ որ ցալքերում, դա այդպես շուտ չի կարող տարալուծվել, վերանալ։ Պարոն Ջհանգիրյան, մի երկու օրից արդեն սահմանադրական հանրաքվեն է, դուք եք այն կարծիքին, որ եթե ընդդիմությանը եւ առաջին հերթին Հայ ազգային կոնգրեսին, ասենք թե հաջողվի կասեցնել այդ գործընթացը, դա կմոտեցնի իշխանափոխությունը, թե դուք կարծում եք, որ դրանք իրարից անջատ խնդիրներ են։ Գիտեք, ես այս հարցին մի առիթով պատասխանել եմ, հիմա չեմ հիշում ում այդ հաղորդման ժամանակ, ասել եմ, եթե իշխանությունը այս քվեարկության օրը ամեն ինչ դնի խաղաքարտի վրա, այսինքն իր համար դարձնի կենաց մահու խնդիր եւ այդ պարագայում պարտվի, դա իր հետևից կբերի, այո, այսպես քաղաքական գործընթացների արագ հանգուցալուծում։ Բայց եթե իշխանությունը այս ընթացքում թողնի ինքնահոսի, այսինքն թողնի հանրաքվեի արդյունքները շատ ու քիչ օբյեկտիվ արտահայտեն ռեալ իրավիճակը, որևէ վտանգ կարծում եմ իր համար չի լինի։ Առայժմ ես լսում եմ, որ շատ այսպես իշխանության ներկայացուցիչներ հայտարարում են, որ իրենց համար կենաց ու մահի խնդիր չի սահմանադրության այս հանրաքվեի անցկացումը եւ այլը, բայց միևնույն ժամանակ մենք տարածքներից ստանում ենք բավական ահազանգեր, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում, ինչ հավաքագրումներ են տեղի ունենում, կաշառման կամ այսպես ինչպիսի միջոցներ են կիրառվում եւ այլը։ Հիմա սրանք երկու բացատրություն, կամ
ներքևների այդ պատասխանատուները արդեն մրցույթի մեջ են մտել, թե ով թե ով առաջի արդյունքները կունենա եւ այլը, որով իրենց մտածելակերպով ամրապնդեն իրենց դիրքերը, կամ նրանք ցուցումներ են ստացել։ Հիմա ես շատ կուզենայի, որ իշխանությունը այս սահմանադրության այոյի լուծման խնդիրը չդարձներ այդպես մահկամ ազատության սկզբունք եւ թողներ, որ ժողովուրդը որոշի։ Ըստ էության, գիտեք, նաեւ սահմանադրության հանրակրվեն ինքը անդեմ process է։ Սահմանադրությունը այն քվեարկությունը չէ, ինչը ժողովուրդ տանում է նախագահի, այո, ազգային ժողովի համամասնականի պարագայում եւ այլ։ Այստեղ մի քիչ ավելի անդեմ process է, որը շարքային քաղաքացու համար ոչ էլ շատ կարևոր է, որովհետեւ նա այսօր այնպիսի առօրյա խնդիրների լուծման առաջ է կանգնած, որ ինքը այդ սահմանադրությունը իր համար գիտահետազոտական ոլորտի բարձր տեսական մակարդակի այսպես խնդիր է դիտարկում եւ չի կապում իր առօրյա խնդիրների լուծման հետ։ Եթե իշխանությունը չգնա բոլոր օրինական եւ անօրինական ռեսուրսների մոբիլիզացիայի, ինչը մենք բազմաթիվ անգամ տեսել ենք, ես կարծում եմ, որևէ այդպիսի վտանգ չի կարող լինել։ Այսինքն հետագա քաղաքական process-ների արագ հանգուցալուծման վտանգ չի կարող լինել։ Քարոզարշավը համարյա ավարտվել է եւ կարելի արդեն ասել, որ համարյա ավարտվել է, ինչպիսին է ձեր գնահատականը, հաջողվեց քաղաքական ուժերին տեղ հասցնել ասելիքը հասարակությանը, թե չհաջողվեց։ Դե գիտեք ինչ կա հիմա։ Ես կարծում եմ, օրինակ այդ այո ոչի այդ իդեան, որը մարզերով շրջեցին եւ այլը, բնականաբար մենք թեկուզ չենք մասնակցում այդ, բայց ոչի կողմնակիցներին հնարավորություն ընձեռեց լինել շատ մարզերում, շատ գյուղերում, շատ բնակավայրերում եւ ներկայացնել իրենց տեսակետը։ Հակառակ պարագայում գիտեք, ընդդիմությունը շատ այդպես նյութական միջոցներ չուներ, որ կարողանար այդ քանակի այցելություններ ու հանդիպումներ կազմակերպել։ Այս պարագայում կարծում եմ այդ պրոյեկտը կամ այդ նախագիծը որոշ չափով օգնեց ոչի գաղափարները տեղ հասցնելու։ Մեր գործընկերներն էլ են ակտիվ մասնակցել մարզերում, իմ գործընկերները համայնքներում, տարբեր բնակավայրերում, բացատրական, քարոզչական աշխատանքներին, մամուլով, հեռուստատեսությամբ, կայքերով եւ այլ։ Հնարավորինս արվել է, բայց ինքը սահմանադրությունը, գիտեք, բարդ փաստաթուղթ է։ Սահմանադրության մեջ կա գլխավոր կամ առավել կարևոր դրույթներ եւ կան բազմաթիվ դրույթներ, որոնք էլի կարևոր են, բայց դրանք սկզբունքային չեն։ Սկզբունքային թերությունների մասին երկուսը ես նշեցի, էլի կա այդպիսի սկզբունքային անընդունելի սկզբունքներ կամ ինստիտուտներ, օրինակ, այդ էլ ես մեկն էլ վկայակոչեմ, օրինակ նաև, որ ասենք իշխանությունը ներկայացնում է, թե այս նոր սահմանադրությամբ ընդդիմության դերը շատ մեծանում է եւ կարևորագույն պաշտոններում ընտրվում են ձայների 3/5-ով, հետեւաբար միայն քաղաքական մեծամասնությունը չի կարող, պետք է ընդդիմության իբր աջակցությունը ստանա եւ այլն։ Եթե այդպես լիներ, դա շատ լավ էր, որովհետեւ կամա թե ակամա պետք է գային կոմպրոմիսների, համաձայնությունների, փոխընդունելի անձանց, ասենք ընտրեին նախագահի պաշտոնում, չգիտեմ, հաշվի քննիչ հանձնաժողովի պաշտոնում, դատական բարձրագույն խորհրդի այդ իրավաբան գիտնականների պաշտոնում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տասնյակ այլ պաշտոններում, նաև գլխավոր դատախազը եւ այլն։ Բայց տեսեք, ասում են մի մասը ճշմարտություն են ասում, բայց չեն ասում ամբողջ ճշմարտությունը։ Ինչ է պարունակում սահմանադրությունը այս տեսանկյունից։ Ասում է, տեսեք, Հանրապետության նախագահ եք ենթադրենք ընտրում, եթե նախագահին դուք չեք կարողանում ընտրել առաջի փուլում 3/4-ով, ապա երկրորդ փուլում ընտրում եք 3/5-ով։
Եթե երկրորդ փուլում չեք կարողանում ընտրել 3/5-ով, ապա երրորդ փուլում ընտրում եք արդեն պարզ մեծամասնությամբ։ Այսինքն ի վերջո հնարավորություն է տալիս մեծամասնություն ունեցող իհարկե նա չի գնա այդ քաղաքական ուժը ունի 51 մանդատ 50% եւ 1 մանդատ, նա չի գնա համաձայնություններ, որտեվ գիտի, եթե հաջորդ փուլում իր ձայնով ինքը կընտրի նախագահ։ Կամ այդ մնացած պաշտոնյաներին, որ թվարկեցի, կա այսպիսի մի դրույթ, ասում է, եթե 3 ամսում նորընտիր ազգային ժողովը չի կարողանում այս պաշտոններում ընտրել համապատասխան անձանց նշանակել, ապա նախագահը կատարում է ժամանակավոր պաշտոնակատարների նշանակում։ Այսինքն էլ են քաղաքական ուժը, որը ունի 50-ից ավել եւ ընտրել է արդեն նախագահ, ինքը չի գնա որևէ կոմպրոմիսի, որ 3/5-ով ձայների, այսպես ասենք, նշանակվի իր համար ոչ լիարժեք վստահելի, թեկուզ կարող է շատ արժանի անձնավորություն։ Ինքը 3 ամիսը կծախսի, տարբեր, բայց համաձայնության չի գնա, հետո արդեն կներկայացնի այդ նախագահին իր ցանկալի թեկնածուին, որը կնշանակվի որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Եվ սահմանությունը ամենավատն է չի ասում, թե ժամանակավոր պաշտոնակատարը քանի տարի պետք է ժամանակավոր լինի։ Այսպիսի նաև անընդունելի դրույթներ կան, որը բացառում է այս պարլամենտարիզմի կամ ժողովրդավարության այն քարոզը, որ իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են։ Լավ, պարոն Ջհանգիրյան, շնորհակալություն, հուսանք, որ իշխանությունները այնուամենայնիվ այնքան ողջամտություն կունենան, որ շատ չեն կեղծի։ Հուսանք։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար։